Յոհան Սեբաստիան Բախի մահից հետո երաժշտության մեջ աստիճանաբար ամփոփվել է բարոկկո դարաշրջանը։ Դրա հետ միասին էլ ավարտին է հասցվել պոլիֆոնիկ բազմաձայն երաժշտության ժանրերի գերակայությունը։ Սակայն ի տարբերություն բարոկկո երաժշտության շատ եւ շատ ժանրերի, որոնք գոնե ժամանակավորապես երաժշտության մեջ կարծես մոռացության են մատնվել, ֆուգան շարունակել է խաղալ կարևորագույն դերը նաև 19-րդ եւ 20-րդ դարի կոմպոզիտորների ստեղծագործության մեջ։ Եվ ահա կլասիցիզմի ժամանակաշրջանից ի վեր ֆուգայի ժանրի օգտագործմանը նվիրված կլինի այս հաղորդաշարի վերջին հաղորդումը։ Իրականում թեպետ կլասիցիզմի շրջանում երաժշտության հիմնական ուղղվածությունը դարձել է աշխարհիկ երաժշտությունը։ Երաժշտությունը շատ հաճախ գրվում էր պարզապես զվարճանքի համար, այդուհանդերձ կոմպոզիտորները, մասնավորապես ժամանակաշրջանի կարևորագույն կոմպոզիտորները, վիեննական դպրոցի ներկայացուցիչները, Հայդնը, Մոցարտը եւ Բեթհովենը շարունակում էին գրել բավականին մեծ քանակությամբ ֆուգաներ։ Կոմպոզիտոր լինելը նրանց համար աներևակայելի էր առանց ֆուգա գրելու հմտության։ Եվ նրանք փորձում էին ամեն գնով, անգամ այն դեպքերում, երբ ստեղծագործությունները գրված են զուտ զվարճանքի համար, անգամ այդ դեպքում գոնե առանձին որոշ մասերը երբեմն գրել ֆուգայի տեսքով, որովհետև ֆուգան նրանց պատկերացման մեջ, ինչպես նաև այդ նույնը մնացել է նաև շատ այլ դարաշրջաններում, դա կոմպոզիտորի վարպետության դրոշմն էր եւ նրանց ստեղծագործությունները շարունակում էին կրել այդ դրոշմը։ Հատկապես այդ առումով հետաքրքիր է Յոզեֆ Հայդնը, որովհետև նրա ժամանակ շատ կոմպոզիտորներ անցել են բացառապես հոմոֆոն երաժշտական հյուսվածքին եւ կարծես դադարել են ֆուգաներ գրել։ Եվ ահա Յոզեֆ Հայդնը իր ստեղծագործություններից շատերում, հատկապես նրա հասուն շրջանում, սկսում է կիրառել ֆուգաներ որպես ստեղծագործությունների առանձին մասեր։ Դա հատկապես հետաքրքիր է լարային կվարտետների դեպքում։ Հայդնը հայտնի է որպես լարային կվարտետի ժանրի հայր։ Եւ Հայդնից հետո այս գործիքակազմը կայունացել է եւ դրա համար գրվել են հազարավոր տարբեր ստեղծագործություններ, ընդ որում նաեւ շատ կարեւոր ստեղծագործություններ։ Հայդնը գրել է մի քանի տասնյակ լարային կվարտետներ, որոնք բոլորն էլ գրված են երկու ջութակի, ալտի եւ թավջութակի համար։ Բնականաբար այս կազմը երկու ջութակ, ալտ եւ թավջութակ շատ մոտ են մարդու ձայների սպեկտրին։ Առաջին ջութակը եւ երկրորդ ջութակը կարծես հանդես են գալիս որպես կանանց ձայների նմանակումներ սոպրանոյի եւ ալտի, իսկ ալտն ու թավջութակը հանդես են գալիս որպես տենորի եւ բասի նմանակումներ։ Այդ առումով իհարկե լարային կվարտետի հնարավորությունները շատ բազմատեսակ են, շատ ճկուն են եւ նաեւ լարային կվարտետով հնարավոր է ինչ որ առումով նմանակել մարդու ձայնի հնչողությունը։ Ահա այս հնարավորությունն է, որ ընկած է Յոզեֆ Հայդնի գրած շատ եւ շատ լարային կվարտետների հիմքում, այսինքն նրա կվարտետներում առանձին ձայները, երկու ջութակներ, ալտ եւ թավջութակ, ունեն երաժշտական գործիքին հատուկ ճկունություն, ունեն ազատ վիրտուոզային հնարավորություններ, սակայն ունեն նաեւ մարդու ձայնին հատուկ երգեցիկություն։ Յոզեֆ Հայդնի կվարտետներում երբեմն կարող ենք հանդիպել ֆուգաների որպես կվարտետի վերջին եզրափակիչ մաս։ Այսինքն սկսվելով զուտ զվարճանքի համար կարծես գրված երաժշտությունից, երաժշտությունը աստիճանաբար ձեռք է բերում խորություն, դա թե փիլիսոփայական խորությունն է, թե խոհական խորությունն է եւ թե զուտ երաժշտատեխնիկական խորությունն է, որը արտացոլվում է եզրափակիչ ֆուգաներում։ Ահա այսպիսինն է օրինակ Հայդնի ֆա մինոր կվարտետի վերջին 4-րդ մասը, որն իրենից ներկայացնում է կրկնակի ֆուգա, այսինքն ֆուգա, որտեղ իրար են հանդիպում միանգամից երկու թեմաներ։ Կրկնակի ֆուգայի կարող ենք հանդիպել նաև դասական երաժշտության թերևս ամենահայտնի ստեղծագործություններից մեկում։ Դա Մոցարտի հայտնի ռեքվիեմն է։
ռեկվիեմը, ինչպես գիտենք, դա բոլորովին էլ աշխարհիկ երաժշտատեսակ չի։ Ռեկվիեմի ժանրը, որը պատարագի տարատեսակ է, որը կատարվում է մահվան կամ հիշատակի առիթով, իհարկե եկեղեցական երաժշտության կարևորագույն ժանրերից է եւ հոգեվոր երաժշտատեսակ է անշուշտ։ Եվ պարզ է, որ դիմելով հոգեվոր երաժշտատեսակի Մոցարտը, ինչպես նաև շատ այլ կոմպոզիտորներ, որոնք անդրադառնում են ռեկվիեմի ժանրին, սկսում են առնչվել շատ առումներով արխայիկ երաժշտաձևերին, իսկ ֆուգան Մոցարտի ժամանակներում արդեն բավականին արխայիկ երաժշտական ձև էր։ Եվ ահա ռեկվիեմի մի կարևորագույն մասերից մեկը, որը կոչվում է Kyrie eleison, որը թարգմանաբար կարող ենք թարգմանել որպես Տեր ողորմյա, ահա այստեղ Մոցարտը գրում է մեկ այլ կրկնակի ֆուգա։ Շատ հետաքրքիր է մի քանի հանգամանք այստեղ, թե ինչպիսի լուծում է տվել Մոցարտը այս բոլոր ռեկվիեմներին հատուկ Kyrie eleison մասի։ Նախ դա շատ հետաքրքիր մաս է, որովհետև ի տարբերություն կաթոլիկ պատարագի այլ մասերի, այստեղ երգասացությունը ոչ թե լատիներենով է, այլ հունարենով։ Kyrie eleison, Տեր ողորմյա, եւ Christe eleison, Քրիստոս ողորմյա բառերի շարունակությամբ։ Կարծես բանաձևն այդպիսին է. Kyrie eleison, Christe eleison եւ նորից Kyrie eleison, որ եզրափակում է Kyrie մասը։ Մոցարտը շատ հետաքրքիր լուծում տվեց այս ձևին։ Չէ՞ որ կոմպոզիցիան միշտ լուծումների անընդհատ ծավալվող շարք է։ Նրա լուծումը հետևյալն էր՝ գրել կրկնակի ֆուգա, որտեղ թեմաներից մեկը կապված կլիներ Kyrie eleison բառերի հետ, իսկ երկրորդ թեման Christe eleison բառերի հետ, որոնք ի տարբերություն շատ եւ շատ պատարագների եւ ռեկվիեմների պետք է հնչեն ոչ թե հերթափոխ փոխով, ամփոփվում է մեկը եւ սկսվում է մյուսը, այլ միաժամանակ։ Այս երաժշտությունը շատ ակտիվ է եւ իր հնչողությամբ շատ մեծ հղումներ ունի դեպի բարոկկո շրջանի, ուշ բարոկկո շրջանի երաժշտությունը, մասնավորապես Բախի երաժշտությունը եւ պարզապես հանդես է գալիս իր ժամանակներին ավելի մոտ գործիքավորմամբ։ Ահա այսպիսին է Մոցարտի ռեկվիեմի հայտնի Kyrie eleison ֆուգան։ Իհարկե, Հայդնից եւ Մոցարտից հետո ֆուգայի անզուգական վարպետ էր նաև Լյուդվիգ վան Բեթհովենը։ Եվ Բեթհովենի երաժշտության մեջ է, որ մենք կարող ենք տեսնել ֆուգայի ժանրի սիստեմատիկ, շարունակական օգտագործում, հատկապես Բեթհովենի երաժշտության ուշ շրջանում։ Ինչ նկատի ունենք, երբ ասում ենք Բեթհովենի երաժշտության ուշ շրջան։ Մենք շատ լավ գիտենք բոլորս, որ Բեթհովենը կյանքի որոշակի շրջանում սկսել է կամաց-կամաց աստիճանաբար կորցնել իր լսողությունը։ Իհարկե Բեթհովենի ստեղծագործություններից շատերը գրված են դեռ այն ժամանակ, երբ Բեթհովենը դեռ կարող էր ինչ-որ բան լսել, բայց երբ նա գրում էր իր վերջին ստեղծագործությունները, նա գրեթե ամբողջովին խուլ էր եւ չէր կարող այլևս տարբերել երաժշտության հնչողությունը։ Այդ առումով իհարկե դա պայմանավորել է Բեթհովենի երաժշտության մեջ շատ եւ շատ հատկանիշներ, թե զուտ մարդկային տեսակետից, նրա տառապանքի տեսակետից եւ այլն, թե զուտ տեխնիկական տեսակետից, եւ Բեթհովենը կարծես իր վերջին ստեղծագործություններում որքանով նորարար էր եւ շատ մանրամասներ աշխատում իր վերջին ստեղծագործությունների վրա, հատկապես մեծ ուշադրություն դարձնելով երաժշտական ձևին, թե փորձում էր երբեմն բավականին հաճախ, իդեմս ֆուգայի, դիմել ավելի մեծ օբյեկտիվություն ունեցող երաժշտական ձևերին, որոնց հատուկ էր ինչ-որ առումով զարգացման որոշակի ավտոմատիզմը, որտեղ թեման գրելուց հետո եւ ձայների համակցությունների դասական երաժշտության մեջ օգտագործված կանոնները պահպանելուց հետո երաժշտությունը, եթե իհարկե այսպես կարելի է արտահայտվել, աստիճանաբար գրում էր ինքն իրեն։ Իհարկե դա մեծ վերապահումով է ասված, որովհետև կոմպոզիտորը անշուշտ իր երաժշտության հեղինակն է եւ իր երաժշտության տերն է, բայց ֆուգայում կարծես կոմպոզիտորը գործի է դնում մի այսպես աստիճանաբար հոսող մեխանիզմ, որտեղ
թեմայի հետ աշխատանքը ինչպես սուբյեկտիվ է, այնպես էլ օբյեկտիվ է եւ պայմանավորում է երաժշտական նյութը։ Եվ ահա Բեթհովենի ու շրջանի շատ եւ շատ ստեղծագործություններում մենք կարող ենք հանդիպել տարբեր ֆուգաների։ Ընդ որում ֆուգաները կարող են հանդես գալ ինչպես որպես առանձին մասեր, այնպես էլ առանձին մասերում որպես ներդիրներ, այսինքն երաժշտության զարգացումը աստիճանաբար հանգեցնում է ֆուգայի եւ ապա տանում մեկ այլ հանգուցալուծման։ Այդ առումով մենք կարող ենք հաճախ խոսել ոչ թե ֆուգայի մասին, այլ մեկ այլ տերմին ֆուգատոյի մասին։ Ֆուգատո, այսինքն ֆուգայի նման մի որևիցե մի երաժշտական կառույց, որը այդուհանդերձ կարող է նաև չպահպանել դասական ֆուգայի այս կամ այն կանոնը եւ պարզապես որպես մաս կամ առանձին բաղադրիչ ներգրավել ավելի խոշոր ստեղծագործության մեջ։ Այդ առումով ես կցանկանայի խոսել երկու ստեղծագործության մասին։ Մեկը լարային կվարտետի համար գրված Grosse Fugen է կամ մեծ ֆուգան Բեթհովենի, մյուսը դա նրա դաշնամուրային համմերկլավիր սոնատի մասերից մեկը, որը նույնպես իրենից ֆուգա է ներկայացնում։ Եվ այստեղ շատ հետաքրքիր պատմության ենք առնչվում։ Բեթհովենի ժամանակ արդեն իսկ հասունանում էր ռոմանտիկական կոնֆլիկտը ստեղծագործողի եւ հանդիսատեսի միջև։ Ստեղծագործողը այլևս չի գրում իր հանդիսատեսին բավականություն պատճառելու համար։ Ստեղծագործողը իր հանճարը, իր մտքերը, երաժշտության մասին իր պատկերացումները հանձնում է թղթին, կատարողը պարտավորվում է նվագել այնպես, ինչպես կոմպոզիտորը գրել է, առանց որևէ հանկարծաստեղծման, առանց որևէ մասնակցության, իսկ հանդիսատեսը պետք է առերեսվի կոմպոզիտորի ստեղծած այս ահռելի ուրեմն մի ստեղծագործությանը եւ փորձի հասկանալ այն, ընդ որում կոմպոզիտորին այլևս չի հետաքրքրում հանդիսատեսը հասկանում է ստեղծագործությունը, թե չէ, հանդիսատեսը հասուն է այդքան, դա մտնում է հանդիսատեսի ներքին հոգևոր պահանջների մեջ, թե կոմպոզիտորը նրան առաջարկում է որևէ մի բան, որին նա դեռ պատրաստ չէ։ Ահա այդպիսինն են շատ առումներով Բեթհովենի ու շրջանի ստեղծագործությունները, որոնք բազմիցս իր կյանքի օրոք արժանացել են թե քննադատների խիստ քննադատության եւ թե կատարողների կողմից թերմբռնման, որի շնորհիվ նաեւ որոշ ստեղծագործություններ պարզապես չեն կատարվել Բեթհովենի կյանքի օրոք։ Բեթհովենը գրել է իր Grosse Fugen որպես իր թիվ 13 կվարտետի վերջին մասը եւ ահա այդպես կվարտետի կատարման ժամանակ դա ուրեմն առաջին անգամ կատարվել է։ Ընդ որում հետաքրքիր է, որ Բեթհովենի ժամանակ գոյություն էր մեկ այլ ավանդույթ, այն մասերը առանձին մասերը, որոնք հանդիսատեսի կողմից սիրվում էին շատ, ծափահարությամբ հանդիսատեսը պահանջում էր երկրորդ անգամ կատարել, անգամ ստեղծագործությունը չավարտած վիճակում։ Այսինքն չէր հնչում ստեղծագործությունը ամբողջությամբ, նախքան բիսերը, այլ հնչում է մի մաս, որից հետո հանդիսատեսը ծափահարում է, մի բան, որ այսօր այլևս պրակտիկայի մեջ չէ, եւ ծափահարում է այնքան, որ պահանջում է, որ երկրորդ անգամ լսի այդ ստեղծագործությունը։ Եվ դա իհարկե բնական է, երբ չկար երաժշտական ձայնագրության որևիցե մի միջոց, միակ հնարավորությունը այդ երաժշտությունը նորից լսելու բնականաբար հանդիսատեսի համար կրկնակի կատարումն էր։ Եվ դա էլ բնական է։ Եվ ահա թե ինչ է տեղի ունենում Բեթհովենի թիվ 13 կվարտետի կատարման ժամանակ։ Երկրորդ անգամ պահանջում են հանդիսատեսը կատարել բոլոր մասերը, բացի վերջին մասից։ Եվ Բեթհովենը խիստ վրդովում է այդ ամեն ինչից, որտեղ կարծում է, որ նա գրել է իր ամենավերջին մասը որպես իր գլուխգործոցը, որպես այդ կվարտետի հիմնական ձեռքբերումը, եւ այդ հիմնական ձեռքբերումը կարծես հանդիսատեսին մի ինչ-որ խուճապի մեջ է գցում, որովհետեւ Բեթհովենը առաջարկում է մի այսպիսի երաժշտություն, որը երբևիցե լսված չի եղել հանդիսատեսի կողմից, որը բացի կատարողական մեծ բարդությունից, նաեւ անհասկանալի է իր բարդ պոլիֆոնիայի առումով, տարբեր ձայների մեկնաբանման առումով, նաև երաժշտական ձևի առումով, ինչ խոսք։ Բեթհովենը խիստ զայրանում է, հանդիսատեսին իհարկե ոչ հանդիսատեսի ներկայությամբ անվանում ավանակներ, ասում է, որ ոչ ոք չի հասկանում, թե իր իսկական ձեռքբերումները որոնք են, միևնույն ժամանակ նրա հրատարակիչ Արտարյան նույնպես դիմում է Բեթհովենին խնդրանքով առանձնացնել այս ֆուգան կվարտետից եւ գրել նոր
վերջին մաս կվարտետի համար, քաչ հասկանալով, որ դեռ մոտակա տասնամյակներում հանդիսատեսը դեռ պատրաստ չի լինի այդ երաժշտությանը։ Եվ իհարկե որոշակի դիպլոմատիայի շնորհիվ Բեթհովենին հաջողվում է համոզել, որպեսզի նա առանձնացնի այս ֆուգան մի առանձին ստեղծագործության մեջ, որը տիպիկ չէր Բեթհովենի համար, առանձին ֆուգաներ, իսկ կվարտետի համար գրի մեկ այլ ֆինալ, որը եւ դառնում է Բեթհովենի գրած ամենավերջին ստեղծագործությունը իր հերթին։ Նա գրում է ավելի այսօրվա լեզվով ասած audience friendly կամ հանդիսատեսի համար ավելի ընդունելի ֆինալ, իսկ իր grosse ֆուգեն, մեծ ֆուգան դառնում է առանձին ստեղծագործություն։ Նախ մեծ ֆուգան իրոք մեծ է ֆուգայի համար։ Եթե սովորական ֆուգաները տևում են 2 րոպե, 3 րոպե, 4 եւ այլն, այս ֆուգան տևում է մոտ 15 րոպե։ Ունի ֆուգայի համար հսկայական տևողություն։ Հետո երաժշտությունը անցնում է տարբեր փուլերով։ Ունի առաջաբան, որտեղ բոլոր 4 գործիքներն են հնչեցնում հիմնական թեման, այլ ոչ թե թեման հնչում է միայն մեկ ձայնում։ Ունի նաև երկրորդ թեմա, ունի միջին մաս, որը կարծես այս ֆուգային հաղորդում է նաև մեկ այլ ժանրի սոնատայի տարբեր հատկանիշներ, ունի տարբեր նյութի տարբեր մշակումներ, անշուշտ, հիմնված է այս 15 րոպեի ընթացքում իհարկե Բեթհովենը ներգրավում է տարբեր ենթաթեմաներ նաև երաժշտության զարգացման մեջ, եւ զարգացումը այնքան բարդ եւ այնքան խճճված է, որ թեկուզ այն ժամանակ հանդիսատեսի կողմից, անգամ եթե հանդիսատեսը կրթված է եւ պատկերացնում էր, թե ինչն է ֆուգան, շատ դժվար էր հասկանալ երաժշտության ընթացքը եւ երաժշտության ծավալման տրամաբանությունը։ Հենց դա էլ Բեթհովենի նպատակն էր՝ ստեղծել երաժշտություն իր հանճարի շնորհիվ եւ ստեղծել երաժշտական ձև, որը անկրկնելի է եւ կիրառելի է միայն տվյալ ստեղծագործության դեպքում եւ չի հանդիպում որևէ մեկ այլ ստեղծագործության մեջ։ Հենց այսքանով աչքի է ընկնում Բեթհովենի մեծ ֆուգան եւ հենց դա էր պատճառը, որ հատկապես 20-րդ դարում շատ ուսումնասիրողներ անընդհատ իրենց ուշադրության կենտրոնում էին պահում այս ստեղծագործության ձևի եւ բովանդակության վերլուծությունը։ Միևնույն ժամանակ, ինչպես ասացի, Բեթհովենը կանոնավոր ձևով օգտագործում էր ֆուգաներ իր ուշ շրջանի գրված դաշնամուրային սոնատներում։ Ընդ որում երբեմն այդ ֆուգաները բավականին ծավալուն էին, երբեմն հանդես էին գալիս որպես փոքրիկ ինչ-որ միջանցիկ մասեր, ֆուգատոներ եւ այլն, բայց Բեթհովենի համար ֆուգան մեծ կարեւորություն ուներ։ Եվ ահա այսպիսի մի բարդագույն ֆուգայի մենք հանդիպում ենք նաեւ նրա բարդագույն սոնատում, որը կրում է համմեր կլավիր ենթանվանումը, ենթավերնագիրը։ Համեր կլավիր կամ մուրճիկային դաշնամուր իրականում սովորական իր ժամանակ գոյություն ունեցած դաշնամուրի գերմաներեն անվանումն էր։ Բեթհովենը կարող էր անվանել այն պիանո կամ կլավիր այդ սոնատան, շեշտելով այն, որ այդ սոնատը միայն դաշնամուրով կարելի է նվագել, այլ ոչ իր ժամանակ գոյություն ունեցած այլ ստեղնաշարային գործիքներով։ Բայց Բեթհովենը, կարծես ցուցադրելով այդ ժամանակ իր պատրիոտիզմը, տալիս է սոնատին գերմաներեն ենթավերնագիրը համեր կլավիր։ Համեր կլավիրը ժամանակին համարվում էր կատարմանը ոչ պատրաստ ստեղծագործություն, այսինքն ստեղծագործություն, որ անհնար էր նվագել ժամանակի դաշնակահարների կողմից եւ ժամանակի տեխնիկայի սահմաններում։ Քննադատները, կատարողները համարում էին, որ Բեթհովենը հավանաբար գժվել է, որ գրել է այսպիսի բարդության ստեղծագործություն, որը անհնար է կատարել։ Եվ ինչ խոսք, անգամ այսօր այս ստեղծագործությունը համարվում է դաշնամուրային երաժշտության ամենաբարդ գագաթնակետային ստեղծագործություններից մեկը։ Համեր կլավիրի պրեմիերան տեղի է ունեցել միայն Բեթհովենի մահից հետո 1830-ականներին Փարիզում, երբ այս ստեղծագործությունը կատարեց երիտասարդ Ֆերենց Լիստը։ Եվ Լիստից հետո սկսվեց այս ստեղծագործության հաղթարշավը։ Համեր կլավիրը, ինչպես ասացի, Բեթհովենի ուշ շրջանի ստեղծագործությունների պես պարունակում է նաև բավականին ծավալուն ֆուգայի հատված, ընդ որում ֆուգայի, որտեղ տարբեր ձայների ծավալումը տեղի ունենում բավականին բարդ ձևով, խճճված ձևով, որտեղ քիչ չեն մեծ ցատկերը մեղեդու մեջ,
ընդ որում ցածկեր, որոնք գերազանցում են օկտավան, որտեղ կան շատ նոր արտահայտչամիջոցներ եւ տեխնիկաներ, որոնք հատուկ էին Բեթհովենի ստեղծագործություններին, որոնք ֆուգա չէին պարունակում, եւ առհասարակ, եթե այսպես կարելի է արտահայտվել, կատարողի համար իրենից ներկայացնում է մեծ գլուխկոտրուկ։ Ահա այսպիսին էին Բեթհովենի ուշ շրջանի ֆուգաները, որոնց շնորհիվ կոմպոզիտորը թերևս թևակողում է երաժշտության պատմության ռոմանտիկ շրջան։ Հետաքրքիր է, որ ռոմանտիկ շրջանը կարծես հայտարարագրելով անձի ազատագրումը բոլոր կապանքներից, նաև շատ առումներով պահում է ֆուգայի խիստ ձևը, իհարկե իրեն որոշակի մեկնաբանություն տալով, որպես թե տուրք ավանդույթին, թե նոր երևույթներ այս ձևով ստեղծելու հնարավորության բացահայտում։ Քիչ չեն ֆուգաները նաև 19-րդ դարի զուտ ռոմանտիկ ստեղծագործության մեջ, իհարկե ռոմանտիկները շատ առումներով վերաիմաստավորում են ֆուգան, պահպանելով դրա ամենահիմնարար բաղադրիչները։ Եվ ահա այսպիսի մի ֆուգայի մենք կարող ենք հանդիպել Ֆերենց Լիստի հատուկ շատ հայտնի ստեղծագործության մեջ, որը կոչվում է սոնատ սի մինոր դաշնամուրի համար։ Այս սոնատը Լիստի երաժշտության բարձրակետերից է համարվում եւ պատահական չէ, որ Լիստը, հենց Լիստը սոնատի ձևում կարծես ներմուծում է ֆուգան, չէ որ Լիստը հայտնի էր որպես հենց Բեթհովենի ու շրջանի ստեղծագործությունների առաջին անզուգական կատարող։ Եվ այսպիսի մի ֆուգայի հատված կարող ենք հանդիպել նաև Լիստի սի մինոր սոնատում։ Ինչով է հետաքրքիր այս ստեղծագործությունը, բացի իր զուտ երաժշտական արժանինքներից։ Լիստը հայտնի է որպես շատ ծրագրային ստեղծագործությունների հեղինակ, այսինքն Լիստին շատ դուր էր գալիս, որ իր երաժշտությունը բացի իր զուտ հնչողությունից նաև ինչ-որ մի տեսարան էր առաջարկում ունկնդրին, նաև ինչ-որ հավելյալ իմաստներ ուներ։ Այդ իմաստները կարող են վերցված լինել թե գրականությունից, թե բնության տեսարաններից եւ թե շատ տարբեր ակունքներից։ Լիստի ստեղծագործությունների զգալի մասը ունի կոմպոզիտորի կողմից հստակ նկարագրված ծրագիր, ինչի մասին է պատմում այս երաժշտությունը։ Նման մի բան Լիստը չի արել իր սի մինոր սոնատում։ Երաժշտագետները թերևս իներցիայով, թերևս քաչ հասկանալով, որ Լիստը երաժշտությունը միշտ երևակայում էր եւ պատկերավոր էր երևակայում իր ստեղծագործությունները, փորձում էին բացատրություններ տալ, հղվում էին օրինակ Ֆաուստի պատմությանը, հղվում էին Դանթեին եւ այլն, բայց Լիստը որևէ վերջնական պատասխան չի թողել նրանց համար։ Սոնատ սի մինորը հետաքրքիր է եւս մեկ հատկանիշով, դա միամաս սոնատ է, բայց միամաս, որը իր մեկ մասի մեջ կարծես միավորում է սոնատային ցիկլի 4 կարևոր մասերը։ Դրանք են սոնատային ալեգրոն, ադաջիոն, սկերցոն եւ ֆինալը։ Եվ կարծես սի մինոր սոնատը համարվում է սոնատ սոնատի մեջ, այսինքն քիչ է որ ինքը 4 մասը միավորել է մեկի մեջ, այլ նաեւ այդ 4 մասերի միամաս ամբողջությանը տվել է մեկ այլ, կարծես բարձր կարգի սոնատային ձև իր էքսպոզիցիայով, մշակմամբ եւ ռեպրիզայով։ Ահա այսպիսի հետաքրքիր կուռ կառուցվածք ունի սի մինոր սոնատը եւ ֆուգան կարծես հանդես է գալիս որպես սոնատի պայմանական երրորդ մաս կամ սկերցո։ Երաժշտությունը արագ է, բնականաբար, ինչպես դա լինում է սկերցոներում, ձայները իրար սրընթաց ձևով են համակցվում եւ ինչն է հետաքրքիր, որ ռոմանտիկ ֆուգան հաճախ չի դիմանում երաժշտական ձևի բեռին եւ տարրալուծվում է մեկ այլ երաժշտական ձևի մեջ։ Ինչ նկատի ունեմ դա։ Թեպետ ֆուգայի սկիզբը բավականին հստակ է, իսկ կոմպոզիտորի աշխատանքը տարբեր ձայների համակցության հետ վիրտուոզային է, ռոմանտիկ ֆուգան կարծես ձգտում է լինել ավելին, քան ֆուգան, եւ վերջը կարծես տարրալուծվում է տարբեր պասաժների մեջ, որոնք այլևս տիպիկ չեն ֆուգայի ժանրին եւ պոլիֆոնիկ երաժշտությանը առհասարակ ավելի տիպիկ են 19-րդ դարի վիրտուոզային գրելաձևին։ Ահա այսպիսին է Լիստի սի մինոր սոնատայի ֆուգան։ Մեկ այլ կոմպոզիտոր, որ 19-րդ դարում անդրադարձել է ֆուգայի ժանրին, Յոհաննես Բրամսն էր։ Նրա թավջութակի համար գրված կարևոր ստեղծագործություններից մեկը մի մինոր սոնատը թավջութակի եւ դաշնամուրի համար նվիրված է
Յոհան Սեբաստիան Բախին, ուստի անդրադառնում է իհարկե ռոմանտիկ ձևով Բախի ժամանակ գոյություն ունեցած որոշ ժանրերին։ Եվ բացի այդ մի մինոր սոնատի հիմքում Բրամսը օգտագործում է նաև թեմատիկ կորիզներ, որոնք փոխ է առել Բախից, մասնավորապես նրա վերջին ստեղծագործությունից՝ ֆուգայի արվեստը։ Սոնատի երրորդ եզրափակիչ մասը հայտնի է որպես ֆուգա, թերևս այստեղ կարելի է խոսել ֆուգայի մասին միայն որոշակի վերապահումներով, ճիշտ այնպես ինչպես Լիստի դեպքում է դա։ Լինելով ռոմանտիկ շրջանի կոմպոզիտոր, իհարկե Բրամսը փորձում է նայել երաժշտական ձևից անդին եւ ստեղծել այսպիսի երաժշտական ձև, որը մի կողմից վերամշակում է լավ պահպանված եւ չմոռացված հինը, բայց մյուս կողմից առաջարկում է նաեւ որոշակի ռոմանտիկ պարադիգմ։ Եվ այստեղ մենք կարող ենք տեսնել, թե ինչպես երաժշտությունը անընդհատ հոսում է մեկ վիճակից դեպի մյուսը, խիստ պոլիֆոնիայից դեպի պոլիֆոնիայի տարրերով հագեցած ռոմանտիկ երաժշտություն։ Դա, ինչ խոսք շատ տիպիկ էր ոչ միայն Յոհաննես Բրամսին, այլ նաեւ ռոմանտիզմի շրջանի երաժշտությանը։ Առհասարակ, ինչպես ասացի, թվում էր, որ ֆուգան պետք է մոռացվեր ռոմանտիկ շրջանում, բայց շատ եւ շատ կոմպոզիտորներ գոնե որոշակի վերապահումով կամ ձևափոխումներով պահպանել են ֆուգայի ժանրը իրենց երաժշտության մեջ։ Եվ ահա այսպիսի հետաքրքիր անեկդոտ կա այդ ժանրի օգտագործման հետ կապված, որը կապված է մեկ այլ կոմպոզիտոր Մաքս Ռեգերի անվան հետ։ Ռեգերը երգեհոնահար էր, բայց գրում էր նաև բազմաթիվ սիմֆոնիկ ստեղծագործություններ։ Եվ Ռեգերի ժամանակներում, իսկ դա 19-րդ դարի սկիզբն էր, այսպիսի մի չգրված ավանդույթ կար։ Առաջին փորձերին պատրաստվելիս դիրիժորները երբեք չէին բացում ստեղծագործության պարտիտուրը։ Կարծես առաջին անգամ տեսնում են այդ պարտիտուրը, երբ որ արդեն օրկեստրի դիմաց էին կանգնած եւ ղեկավարում էին ստեղծագործությունը։ Երաժշտությունն էլ ինչ խոսք գնալով բարթանում էր եւ գնալով այսպիսի կամահրական վերաբերմունքը դիրիժորների կողմից դառնում էր անիրագործելի եւ կարծես անհնարին։ Եւ դրան խիստ դեմ էր Մաքս Ռեգերը։ Եվ երբ անվանի դիրիժոր Արտուր Նիկեշը իր սիմֆոնիկ ստեղծագործություններից մեկը ակնհայտ էր, որ չի բացել փորձից առաջ եւ երբ Ռեգերը հասկանում է դա, իհարկե շատ է հուզվում այդ բանի պատճառով եւ որոշում է, այսպես ասած, դիրիժորի հախից գալ հումորի միջոցով։ Եվ կանգնեցնում է փորձը անմիջապես եւ ասում է. «Խնդրում եմ սկսենք վերջին ֆուգայից»։ Դիրիժորը երկար թերթում է պարտիտուրը, փորձելով գտնել ֆուգան եւ չի կարողանում գտնել, վերջում հանձնվում է, ասում է կոմպոզիտորին, չեք ասի ֆուգան որ էջից է սկսվում։ Կոմպոզիտորը նայում է ծիծաղելով, ասում է ֆուգա չկա այդտեղ։ Եվ այսպես բոլորին է պարզ դառնում, որ դիրիժորը չի պատրաստվել առաջին փորձին։ Ինչի համար եմ սա պատմել, որպեսզի ցույց տամ, թե ինչքան սովորական եւ նորմալ երևույթ էր ստեղծագործություններում, խոշոր ստեղծագործություններում, հատկապես դրանց վերջին մասերում ֆուգայի ներառումը անգամ 19-րդ դարի երաժշտության մեջ։ Բայց իհարկե պոլիֆոնիկ երաժշտության ժանրերի բուն վերածնունդը բարոկոից հետո տեղի է ունեցել անշուշտ 20-րդ դարում։ Եվ 20-րդ դարի կոմպոզիտորներն են փնտրելով օբյեկտիվություն, փնտրելով կանոնակարգվածություն երաժշտության մեջ, շատ հաճախ սկսեցին անդրադառնալ ֆուգայի ժանրին։ Այդ առումով 20-րդ դարում ստեղծվեցին բազմաթիվ գլուխգործոցներ։ Այդ գլուխգործոցները ինչպես հիմնված էին անցյալի երաժշտության վրա, մասնավորապես Բախի երաժշտության վրա, այնպես էլ բացահայտում էին նոր ուղիներ։ 20-րդ դարի ֆուգայի ժանրի մասին խոսելիս նախ եւ առաջ կուզենայի հիշատակել մեկ կարևոր ստեղծագործություն, որ գրված էր 1930-ական թվականներին, դա հունգարացի կոմպոզիտոր Բելա Բարտոկի ստեղծագործությունն է, որը կոչվում է երաժշտություն լարայինների, հարվածայինների եւ չելեստայի համար։ Դա քառամաս շարք է եւ հետաքրքիր է, որ կոմպոզիտորը պարզապես անվանում է ստեղծագործությունը երաժշտություն, կարելի է կատակել, որ կոմպոզիտորը կարծես երաժշտությունը գրելուց հետո այլևս ֆանտազիա չի ունեցել, որպեսզի մեկ այլ վերնագիր դնի, բայց իրականում դա շատ մեծ նշանակություն ունեցող վերնագիր է եւ մատնանշում է երաժշտության աբստրակտ ինքնաբավ դերը։ Կարծես Բարտոկը խզում է այդ ավանդույթի հետ, երբ ռոմանտիկ շրջանում երաժշտությանը տրվում էր մեկ այլ
բեռ, մեկ այլ իմաստ, որ երաժշտությունը պետք է անպայման նշանակեր ինչ-որ բան, բնապատկեր ուրվագծեր օրինակ, կամ տեսարան, կամ գրական ստեղծագործություն մարմնավորեր։ Նույնը անում էին իդեպ նաև իմպրեսիոնիստները 20-րդ դարաշրջանում, եւ Բարտոկը կարծես դիստանցիա է, պատնեշ է դնում իր եւ այդ ավանդույթի միջև, անվանելով ստեղծագործությունը պարզապես երաժշտություն։ Բարտոկի այս ստեղծագործության առաջին մասը գրված է որպես ֆուգա, ընդ որում շատ հետաքրքիր ֆուգա, որը հայտնի է ուսումնասիրողների կողմից որպես հովհարային ֆուգա։ Ինչ է դա նշանակում։ Այսինքն ֆուգայի առաջին թեման սկսում է հնչել միջին ռեգիստրում եւ հետո կարծես հովհարի պես աստիճանաբար բացվում է դեպի վերև եւ դեպի ներքև։ Մեկ այլ պատճառ, որով այս ֆուգան կոչվում է հովհարային, դա այն է, որ թեմայի զարգացման արդյունքում դրա նոտաների միջև հեռավորությունները աստիճանաբար բացվում են եւ ընդլայնվում, այսինքն թեմայի տարբեր հաջորդական անցումների ընթացքում կարծես թեմայի առանձին տոները իրարից հեռվանում են, այսինքն դա նույնպես դասական իմաստով ֆուգա չէ, բայց պահպանելով ֆուգա գրելու խստագույն կանոնները։ Մեկ այլ հետաքրքիր բան, որը կարելի է ասել Բարտոկի այս ստեղծագործության մասին, դա այն է, որ թեմայի առաջին 5 նոտաները դա նույն Բախ B-A-C-H թեման է, որին կցված է եւս մեկ նոտա, վերևից դո դիեզ նոտան, բայց կարծես այդքանով էլ այդ թեման ինչ որ առումով մի փոքրիկ, թերևս աննկատ մի турք է հին երաժշտության մեջ եղած ավանդույթին եւ մասնավորապես մի կարծես Բարտոկը ողջունում է Բախին այս թեմայում։ Մեկ այլ կարևոր ստեղծագործություն ֆուգայի ժանրում գրվել է 1940-ական թվականներին, դա գերմանացի կոմպոզիտոր Պաուլ Հինդեմիթի Ludus Tonalis ժողովածուն է, որը ենթադրվում էր որպես Բախի լավ տեմպերացված կլավիր ժողովածուի 20-րդ դարի ինչ-որ առումով համարժեք մի ժողովածու։ Ընդ որում այստեղ կան հետաքրքիր տարբերություններ ժողովածուից։ Առաջինը, որ ֆուգաների քանակը ոչ թե 24-ն է, ինչպես լավ տեմպերացված կլավերի յուրաքանչյուր հատորում, այլ 12-ը։ Ինչի համար, որովհետև Հինդեմիթը որպես 20-րդ դարի կոմպոզիտոր ընդլայնում է, իսկ ինչ որ առումով նաև շղթում է դասական իմաստով տոնայնական երաժշտության գաղափարը։ Նրա համար դասական տոնայնության փոխարեն գոյություն ունեն պարզապես կենտրոնական տոներ, կենտրոնական նոտաներ, որոնց ձգտում է տվյալ երաժշտությունը անկախ այն բանից, այդ երաժշտությունը գրած է մինոր տոնայնության մեջ, թե մաժոր տոնայնության մեջ։ Եվ ահա այսպիսի կենտրոնների մասին է խոսքը, փոփոխական կենտրոնների մասին է խոսքը Հինդեմիթի ֆուգաներում։ Մեկ այլ հետաքրքիր բան է, որ Հինդեմիթը ի սկզբանե նախատեսել է իր շարքը որպես մի ամբողջություն, որտեղից թերևս չարժեր հանել առանձին ֆուգաները կամ առանձին պրելյուդիաները, ինչպես դա արվում է Բախի մոտ։ Բախի դեպքում շատ հաճախ կատարում են առանձին պրելյուդիա ֆուգաները, որոնք դրված են տվյալ տոնայնության մեջ, առանձին։ Հինդեմիթը նախատեսել է որպես մի ամբողջություն։ Ըստ այդմ նրա շարքը ունի միայն մեկ պրելյուդ, որը գոյություն ունի շարքի ամենասկզբում, այնուհետև հաջորդում է ֆուգա, ֆուգայից հետո դրված են տարբեր ինտերլյուդներ կամ միջնանվագներ, իսկ վերջում Հինդեմիթը գրում է պոստլյուդ կամ վերջնանվագ, այսինքն դրանք ոչ թե Բախի նման պրելյուդ եւ ֆուգաներ են, այլ պրելյուդ, ֆուգաներ, ինտերլյուդներ եւ պոստլյուդների շարք է։ Այսպիսի մի հետաքրքիր կառուցվածք ունի Հինդեմիթի Ludus Tonalis ստեղծագործությունը, որի վերնագիրը թարգմանաբար նշանակում է տոների կամ տոնայնությունների խաղը։ 20-րդ դարի մեկ այլ կարևորագույն ժողովածուն, որը կապված է ֆուգաների հետ, դա 50-ականների սկզբում Դմիտրի Շոստակովիչի գրած պրելյուդ եւ ֆուգաների շարքն է, որը ճիշտ Բախի նման պարունակում է 24 պրելյուդ եւ ֆուգա։ Այս ստեղծագործությունն էլ պատահական չէ, որ ծնվել է։ Դրանք կային ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ դրդապատճառներ։ Ինչի մասին է խոսքը։ 50-ական թվականների ամենասկզբում մենք գիտենք, որ երկրորդ աշխարհամարտը նոր է վերջացել եւ Գերմանիան կարծես վերակառուցվում էր, բաժանվելով երկու ճամբարների, մեկը խորհրդային, մեկը արևմտյան,
Արևելյան Գերմանիայում Լայպցիգ քաղաքում, իսկ Լայպցիգը դա Բախի գործունեության հետ կապված կարևորագույն քաղաքն է, անցնում է Բախի անվան միջազգային մրցույթը, որի ժյուրիի կազմում ներգրավված է նաև Դմիտրի Շոստակովիչը։ Եվ բնականաբար, քանի որ Բախի անունն է կրում մրցույթը, այդտեղ շատ են հնչում Բախի ստեղծագործությունները, մասնավորապես պրելյուդ եւ ֆուգաները։ Խորհրդային միությունից ժամանած դաշնակահարուհի Տատյանա Նիկոլաևան, որը ստացել է մրցույթի առաջին գլխավոր մրցանակը այդ տարի, կարծես խախտելով մրցույթի կանոնները, ոչ թե նախապես ասում է, թե որ պրելյուդ եւ ֆուգան պետք է նվագի, այլ դուրս գալով բեմ ժյուրին առաջարկում է ընտրել Բախի ցանկացած պրելյուդ եւ ֆուգան, այսինքն նա պատրաստ էր նվագելու Բախի երգաթորյակից ցանկացած պրելյուդ եւ ֆուգան ըստ ժյուրիի ընտրության։ Եվ դա այնքան է զարմացնում ժյուրիին, որ բնականաբար բացի նրա կատարման արժանինքներից, որ նա ստանում է Գրանպրին, իսկ Շոստակովիչը վերադառնալով խորհրդային միություն գրում է պրելյուդ եւ ֆուգաների շարք, նկատի ունենալով հենց Տատյանա Նիկոլաևային որպես շարքի առաջին կատարողը։ Միևնույն ժամանակ մենք գիտենք, որ 50-ականների սկզբում Ստալինը դեռ չէր մահացել։ Երաժշտության մեջ իշխում էր սոցռեալիզմը եւ շատ ժանրեր կարծես ապահով չէին երաժշտություն գրելու համար։ Միևնույն ժամանակ դասական երաժշտության մեջ խորը արմատներ ունեցող պրելյուդ եւ ֆուգայի ժանրը, առավել եւս երբ որ երաժշտությունը պարզ է, երբ երաժշտությունը բավականին հստակ է եւ հետեւում է դասական կանոններին, միևնույն ժամանակ հիմնված լինելով որոշակի առումով ավանդական կամ ռուսական ավանդական կամ ֆոլկլորային երաժշտության վրա, շատ ավելի օբյեկտիվ էր, շատ ավելի ապահով էր եւ շատ ավելի հետաքրքիր խնդիր էր կոմպոզիտորի համար միևնույն ժամանակ։ Եվ ահա այսպես ծնվում է Շոստակովիչի հայտնի պրելյուդ եւ ֆուգաների շարքը։ Մասնավորապես շարքի լա մաժոր ֆուգայում մի շատ հետաքրքիր հատկանիշ կա, որը բացակայում է թերևս ինձ հայտնի որևէ այլ ֆուգայում։ Այստեղ թեման իրականում Շոստակովիչի եւ շատ կոմպոզիտորների համար կարևոր էր խաղի կոմպոնենտը եւ այս լա մաժոր ֆուգայի թեման խաղի նման բաղկացած է միայն 3 նոտայից, չնայած այդ 3 նոտաների տարբեր վերադասավորումներից, որոնք կազմում են լա մաժոր եռահանչյան հիմքը, դա լա, դո դիեզ եւ մի նոտաներն են եւ Շոստակովիչը կարծես ազատ վերադասավորելով այդ նոտաները ստեղծում է ֆուգայի թեման։ Վերջին ստեղծագործությունը, որի մասին կցանկանայի նշել ֆուգայի մասին հաղորդման մեջ, պատկանում է մեկ այլ 20-րդ դարի կարևոր կոմպոզիտորի կրչին, այդ կոմպոզիտորը ֆրանսիացի Օլիվիե Մեսիանն էր։ Օլիվիե Մեսիանը ոչ միայն կոմպոզիտոր էր, այլ նաև վիրտուոզ երգեհոնահար։ Իսկ մենք գիտենք, որ երգեհոնահարների կրթության հիմնական մասը բաղկացած է պոլիֆոնիկ ստեղծագործություններից, հատկապես Յոհան Սեբաստիան Բախի երաժշտությունից։ Այդ առումով պատահական չէ, որ երգեհոնահար կոմպոզիտորները հատկապես շատ են ստեղծել ֆուգաներ։ Այդ առումով Օլիվիե Մեսիան թերևս բացառություն է, որովհետև նրա ստեղծագործության մեջ ֆուգաները կազմում են բավականին քիչ մաս եւ երբեք վերնագրված չեն որպես այդպիսին։ Բայց ահա մի այսպիսի ֆուգայի ժանրի 20-րդ դարի Բեկման հետ մենք կարող ենք գործ ունենալ նրա դաշնամուրային մեծ շարքում, որը կոչվում է 20 հայացք մանուկ Հիսուսին եւ որը գրված էր 1940-ական թվականներին։ Ինչի մասին է խոսքը այստեղ։ Մեսիանը երկրորդ աշխարհամարտին մասնակցել է որպես զինվոր եւ եղել է բանտարկյալ պատերազմի ընթացքում գերմանացիների կողմից, նա ուրեմն եղել է համակենտրոնացման ճամբարում, այնտեղ իսկ շարունակելով երաժշտություն գրելը եւ համակենտրոնացման ճամբարից վերադառնալով Ֆրանսիա, պատերազմի ամենավերջում, երբ Ֆրանսիան արդեն իսկ ազատագրված էր, նա շարունակել է գրել երաժշտություն, այսինքն շարքը 20 հայացք մանուկ Հիսուսին գրված էր այն ժամանակ, երբ պատերազմը դեռ չէր ավարտվել։ Եթե չեմ սխալվում 1944 թվականին ամբողջացավ այդ շարքը։ Շարքը իհարկե արտահայտում է Օլիվիե Մեսիանի կրոնական հայացքները, իսկ նա նվիրյալ կաթոլիկ էր։ Եվ գրել է դաշնամուրի համար գրված հսկայական շարք, որը 20 երկար մեծ պիեսաներից բաղկացած շարք է, որոնք
պոլիֆոնիկ ստեղծագործություններից շատերի նման, կարծես կառուցված է միևնույն թեմաների վրա գրված վարիացիաներից, միևնույն թեմաների ձևափոխումներից։ Այս շարքը կարծես ներկայացնում է Մեսսիանի երաժշտության մեջ մեծ կարևորություն ունեցող մեկ այլ գաղափար։ Այդ գաղափարը մեդիտացիան էր, ներհայեցումը։ Ընդ որում դա ոչ թե բուդդիստական մեդիտացիան է, այսինքն ներհայեցում ոչնչի կամ դատարկության շուրջ, բայց դա կաթոլիկ մեդիտացիա է, որը նվիրված է ներհայեցմանը որոշակի կրոնական սիմվոլի կամ դրա սակրալ նշանակության շուրջ։ Եվ ահա այս 20 հայացք մանուկ Հիսուսին շարքը ներկայացնում է 20 այսպիսի մեդիտացիա, որտեղ յուրաքանչյուր պիեսը կարծես ներկայացնում է մանուկ Հիսուսի օրորոցին նետված տարբեր 20 հայացք, մեկը Հայր Աստծո, մեկը մոգերի օրինակ, մեկը բարձունքների եւ այլն։ Եվ այս շարքի 6-րդ մասը, որ իրենից ներկայացնում է բավականին յուրօրինակ ռիթմիկական ֆուգա, ֆրանսերեն կոչվում է Par lui tout a été créé կամ նրա կողմից էր ստեղծված ամեն ինչ։ Այս ֆուգան շարքի ամենաերկար պիեսան է եւ Մեսսիանը այստեղ դիմում է ֆուգայի ժանրի տարբեր ձևափոխումների, ընդ որում երբեմն ֆուգան վերաբերում է ոչ թե մեղեդային թեմայի, ինչպես դա մնացած բոլոր ֆուգաների դեպքում է, այլ պարզապես տարբեր ռիթմերի ֆուգայի ձևով զարգացմանը։ Ինչի մասին է խոսքը։ Մեսսիանը այն կոմպոզիտորն էր, որը չափազանց հետաքրքրված էր ռիթմով, ընդ որում ռիթմի նկատմամբ նրա հետաքրքրվածությունը պայմանավորված էր հնդկական ավանդական երաժշտությամբ։ Մեսսիանը ասում էր, որ երաժշտությունը լինում է երկու տեսակի՝ մետրական եւ ռիթմական։ Մետրական երաժշտությունը ենթադրում է ռիթմի համաչափ բաբախում, որտեղ մենք ամեն պահին կարող ենք կարծես երաժշտության հետ համընթաց ծափ տալ կամ ոտքով հարվածել երաժշտության պուլսը, նա ասում է օրինակ զինվորական մարշերն են այդպիսին։ Նույնիսկ Բախի ֆուգաներն են այդպիսին, որտեղ երաժշտության հոսքը, երաժշտության պուլսը երբեք չի կանգ առնում։ Եվ գոյություն ունի ռիթմիկական երաժշտություն, որը հիմնված է ռիթմի ծայրաստիճան ճկունության վրա, ճիշտ այնպես, ինչպես այդ ճկունությունը արտահայտվում է արևելյան մշակույթների երաժշտության մեջ, մասնավորապես հնդկական ռագայում։ Եվ ահա որպես հնդկական ռագայի ռիթմերի եւ ֆուգայի մետրական պարբերականության այսպիսի մի հետաքրքիր համաձուլվածք պատկերացնում է Մեսսիանը իր շարքի 6-րդ պիեսը, որտեղ կան թե ֆուգայի հատկանիշներ, թե 20-րդ դարի նորագույն ձեռքբերումներ։